Ձեզ հետ է Gardenia TV ռադիոն, և ես ձեզ այսօր ուզում եմ ծանոթացնել մեր կատարած հետազոտական աշխատանքի վերջնարդյունքին։ Մեր հետազոտական աշխատանքը կայանում էր նրանում, որ մենք դեկորատիվ կաղամբի տերևները դրեցինք հողի մեջ և նրանք ծլեցին, և հիմա շատ լավ վիճակում են։ Եվ այսօր մենք կաշխատենք այս մեծացած արդեն ծիլերը տեղափոխել այսպիսի թաղարների մեջ։ Սկսեցինք։ Մեր առջև դրված է հողը և այսպիսի փոքրիկ գործիքով մենք կփորձենք շատ նրբորեն այսպես նա հենց իր տերևով էլ դուրս եկավ, բայց մենք հիմա այսպես ուշային տերևը կառանձնացնենք, որպեսզի փորձենք ևս մեկ անգամ այս տերևից ստանալ այսպիսի բույս։ Դա նույնպես կլինի մեզ համար հետազոտական աշխատանք։ Նշեմ նաև, որ այսպիսի բազմացման եղանակով մենք առաջինն ենք եղել, որ փորձել ենք, և ես ձեզ կարող եմ ասել, որ դուք նույնպես կարող եք փորձել, որտեղ շատ հեշտ բազմացման եղանակ է և շատ արդյունավետ։ Հիմա կվերցենք մենք մի թաղար, նրա մեջ հիսով չափ հող կլցնենք։ Եվ այս նույն ձևով մնացած բույսերը մենք կտեղափոխենք թաղարներից բոլոր բույսերը և հիմա պարտադիր պետք է ջրել նրանց։ Ես ես նաև ուզում եմ ծանոթացնել դեկորատիվ կաղամբի այս բազմացման եղանակին։ Դուք կարող եք կտրոնը դնել ջրի մեջ և կունենաք այսպիսի հիանալի արմատներ։ Քանի որ մենք չենք դրել այս կտրոնը արևի տակ, նա եղել է կանաչ, ինչքան արևոտ լուսավոր տեղում լինի, այդքան ավելի լավ կլինի նրա գույները։ Իսկ սրանք ծաղիկներ են եղել, որոնք այժմ դարձել են սերմերի կաղապարներ, որոնք դեռ այժմ հասունացած չեն, և հասունանան, մենք պարտադիր սերմերը կցանենք հողի մեջ և նրանք նույնպես կդառնան այսպիսի բույսեր։ Եվ եթե դուք ուզում եք առհասարակ բոլոր բույսերը ավելի